Երկրաշարժից ամեն ինչ կորցրած մարդիկ շտապում են խնկարկել ու հավերժացնել հարազատների հիշատակը։ Անմեղ զոհերի հուշարձանի մոտ հարգանքի տուրք են մատուցում նաև քաղաքական, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, Ֆրանսիայի խորհրդարանի հայ-ֆրանսիական բարեկամություն խմբի անդամները։ Սպիտակում, Գյումրիում եւ Վանաձորում երկրաշարժի զոհերի հուշակոթողների մոտ ծաղկեպսակներ են դնում նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից։ Alors on est passé très vite. Գեղեցիկ քաղաք է, հին քաղաք է եւ կարիք ունի իսկապես ավելի գեղեցկանալու եւ վերակառուցվելու։ Այսօր շատ կարեւոր էր, որ մենք այստեղ հանդիպեցինք նաեւ մեր Հայաստանի խորհրդարանի գործընկերուհուն, որը ծագումով Գյումրիից է եւ 11 տարեկան է եղել այդ ժամանակ։ 88-ի աղետի զոհերի հիշատակին է նվիրված նաև Վան հեռուստաստուդիայի կողմից 2008 թվականին նկարահանված «Ձեռքեր» ֆիլմը։ Այն այսօր ցուցադրվել է Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում։ Քաոսային իրավիճակ, զոհեր, վիրավորներ, աննկարագրելի տեսարաններ։ Առաջինը կատարվածին արձագանքում են հարևան մարզերից ու շրջաներից, օրեր անց նաև ամբողջ աշխարհից։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ինֆորմացիոն հովանավորներին, Արմենիա եւ Ցայք հեռուստաընկերություններին։ 25 տարի անց հիշողություններն ու ցավը չեն մեղմացել նաև Սպիտակում ու Վանաձորում։ Այստեղ եւս ոգեկոչման ու խնկարկման արարողություններ են կատարվում։ Այս հողում ապրելու, արարելու, վերածնվելու ցանկությունը մեծ է։ Խնկարկում են նաև Վանաձոր քրեակատարողական հիմնարկում գտնվողները, որոնք ծաղիկներ են դնում խորհրդանշական խաչքարին։